Համայնքների ղեկավարների անասնաբուծություն առարկայից գործնական պարապմունքն այս անգամ էլ նախատեսվում էր Խնապատի տոհմային կայանում։ Տեսական գիտելիքներին այստեղ գումարվում են գործնականում իրականացվող մի շարք աշխատանքներ։ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության բաժնի պետը համայնքապետերին ներկայացնում է կայանում պահվող ցեղատեսակների առանձնահատկությունները, նաև ճյուղում առկա ձեռքբերումներն ու բաց թողումները։ Ծանոթացրեց կուլտուրական անասնաբուծությանը, թե ինչպես պետք է կուլտուրական անասնաբուծությամբ զբաղվել, ինչպիսի պայմաններ պետք է ստեղծել խոշոր եղջերավորների պահվածքի նկատմամբ, խնամքի կերակրման պայմաններ է ստեղծել, որպեսզի կարճ ժամկետում եւ բարելավի տեղական անասունները եւ բարձր մթերատվություն ստանան։ Համայնքների ղեկավարներից շատերի համար տոհմային կայանն ամբողջությամբ նորություն է։ Ի տարբերություն գյուղերի, այստեղ անասնապահությունը իրականացվում է կանոնավոր ձևով, խնամք ժամանակին հիվանդությունների կանխարգելում, կերակրում եւ այլն։ Թվարկվածներն իրենց հերթին բարձրացնում են խոշոր եղջերավորների մթերատվության մակարդակը։ Բանախոսը համայնքապետերին խորհուրդ է տալիս անասուններին չպահել բարձի թողի վիճակում։ Որտեղ հիվանդությունների կանխարգելման, հոտի շարժի վերահսկման, արհեստական սերմնավորման հետ կապված խոչընդոտներ են առաջ բերում եւ ժամանակի ընթացքում պետք է կուլտուրական անասնաբուծության զարգացումը ապահովի, որպեսզի կարողանան ճիշտ հաշվարկումներ իրականացնել եւ ինքնաբավության մակարդակի հարցերը ավելի հեշտ լուծել։ Համայնքապետերը ծանոթանում են տոհմային կայանում իրականացվող աշխատանքներին։ Այստեղ նաև նոր մտահղացումներ են ծնվում։ Օրինակ, Քաշաթաղի շրջանի Նորաշենիքի համայնքի ղեկավարը կարծում է, որ ավելի լավ է ունենալ քիչ քանակությամբ, բայց բարձր մթերատվությամբ անասուններ, քան հակառակը։ Մանավանդ, որ շրջանի հյուսիսային թևում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Իսկ Ահամշենիի համայնքապետն այսուհետ փորձելու է բնակչության մասնակցությամբ գյուղում նմանատիպ տնտեսություն ունենալ։ Համենայն դեպս ցանկությունը մեծ է։ Եթե 10 գլուխից ստանում ես 10 հորդ եւ ընդամենը 1 տոննա 1 գլխականակի կաթ, իսկ 2 գլխից կստանաս ավելի շատ կաթ, քան ասենք որ հիմա կա այսօրվա դրությամբ պատրաստ են գնելու, որպեսզի մեզ մոտ նույնը բարելավենք։ Կարելի ասել դռնից ներս մտնելուց մինչև վերջ նորություններ։ Այսօր ես էլ եմ աշխատելու համայնքում, ունենամ նույնատիպ բնակչության մասնակցությամբ, նույնատիպ մի հիմնարկություն, որը համայնքը կպահի։ Պարապմունքի ընթացքում համայնքապետերը ծանոթացել են նաև կթման կետի պայմաններին, կետի բաղադրությանն ու կերակրման պարբերականությանը։ Համայնքների ղեկավարների խոսքով այս հնարավորությունները որքան ուսանելի, այնքան էլ կիրառելի են։ Նարեկ Սահակյան, Մերուժան Հայրապետյան, օր։